Պացիենտի վրա ամրացվում է սարքը, որը ձայնագրում է պացիենտին, ամբողջ գիշեր պացիենտը քնում է եւ մենք առավոտյան ունենում ենք տվյալները։ Քնի հետազոտության տվյալները օգնում են ախտորոշել քնի ապնոեն եւ գնահատել դրա ծանրության աստիճանը։ Քնի ապնոեն շնչառական խանգարում է, երբ մարդը քնած ժամանակ ունենում է շնչադադարներ։ Դրանք կարող են տևել մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե։ Ամենատարածված տեսակը դա օբստրուկտիվ քնի ապնոեն է, երբ փակվում են վերին շնչուղիները եւ այդ ընթացքում հենց այդ շնչադադարներն են տեղի ունենում։ Փակվեցին, շնչառություն չկա, բացակայում է շնչառությունը, այնուհետև օրինակ բարձր խռմփոցի ձևով կամ բավականին բարձր հևոցի ու հոգոցի ձևով նորից վերսկսվում է շնչառությունը։ Եվ իհարկե մարդը այս ամենի մասին տեղյակ չէ, որտեղ նա քնած վիճակում է լինում։ Քնի ապնոեով մարդիկ առավոտյան արթնանում են գլխացավով, չհագեցած քնի զգացողությամբ, այսինքն քնում, բայց չեն հանգստանում։ Օրվա ընթացքում ունենում են հոգնածություն, թուլություն ու քնկոտություն։ Օրինակ հեռուստացույց դիտելու ժամանակ քնում է մի վայրկյանում, սուրճ է ուզում խմել, քնում է։ Ունեմ շատ պացիենտներ, ովքեր ասում են, որ աշխատանքի ընթացքում նա ինձ խանգարում է, հաց կերա եւ քունս տարավ, ուզում եմ անընդհատ քնել օրվա ընթացքում նույնպես, որպեսզի քնից հագենամ։ Եվ նրանք այդ ամենը կապում են ընդամենը վատ քնի հետ։ Իրենց թվում է, թե իրանք ուղղակի գիշերը վատ քնել են, բայց իրականում խնդիրը այլ է։ Խնդիրը կանում է հենց գիշերային ընթացքում շնչառության դադարների հետ։ Ճարպակալումը նպաստող գործոն է, սակայն պատճառը կարող է լինել նաև անատոմիական, վերին շնչուղիների կամ ստորին ծնոտի խնդիրները։ Այս հիվանդությունը կարող է նպաստել սրտանոթային տարբեր հիվանդությունների զարգացման, ինսուլտի եւ շաքարային դիաբետի ռիսկն է մեծացնում, կենտրոնացման ռիսկն է մեծացնում։ Շատ պացիենտներ կան, որոնք նշում են, որ խնդիր է առաջանում հենց ավտոմեքենան վարելու ընթացքում, այդ քնկոտության հետևանքով տեղի է ունենում թեթև գիտակցության մթագնում եւ ավտովթար։ Այնուհետեւ աչքերը բացելուց հետո տեսնում են, որ վթարը տեղի է ունեցել եւ նրանք չեն էլ հասկացել նույնիսկ թե դա ինչպես է տեղի ունեցել։ Նման խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է անցնել պոլիսոմնոգրաֆիա։ Այս հետազոտության միջոցով գնահատվում են շնչադադարների հաճախականությունը եւ տևողությունը, արյան թթվասնի հագեցվածությունը, պուլսի տատանումը, մարմնի դիրքը եւ այլ ցուցանիշներ։ Ստացված տվյալների հիման վրա էլ նշանակվում է բուժումը։ Ամենաէֆեկտիվ բուժումը դա CPAP սարքի միջոցով բուժումն է, որը բավականին բարձր ճնշումով օդ է մատակարարում օրգանիզմին շնչուղիների միջոցով եւ թույլ է տալիս շնչուղիները պահել բաց վիճակում, նրա էֆեկտիվությունը 90% է, այդ բաց վիճակում պահելու արդյունքում շնչառական դադարներ տեղի չեն ունենում եւ պացիենտը արթնանում է կյանքի բարձր որակով։ Որակյալ քունը առողջ կյանքի հիմքն է, բժշկի հորդորն է խնդրի դեպքում չհետաձգել հետազոտությունը։ Նարե Ոսկանյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։